Իշխող վրացական երազանք դեմոկրատական Վրաստան կուսակցության նախագահ նախկին վարչապետ Իրագլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Այսօր ուզում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում չեն դադարել շարժումները իմ ապագա քաղաքական գործունեության մասին եւ համապատասխանաբար ես ինձ պարտավոր եմ հասարակության առաջ տալ առկա հարցերին սպառիչ պատասխաններ, ասել է Ղարիբաշվիլին ճեպազրույցում։ Հնդկաստանի եւ Պակիստանի զորքերը կրակ են բացել Ջամուի եւ Քաշմիրի հսկողության գծի երկայնքով։ Վերահսկողության գծի երկայնքով Պակիստանի նախաձեռնության որոշ վայրերում եղել են փոքր զենքերից կրակոցներ։ Գնդակոծություններին արդյունավետ պատասխան է եղել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Պակիստանի բանակի գնդակոծությունը տեղի է ունեցել Պահալգամի ահաբեկչության պատճառով երկու կողմերի միջև աճող լարվածության ֆոնին, որի հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ։ Ահաբեկչությունից հետո տարածաշրջանում իրականացվում են նաև հակաահաբեկչական գործողություններ։ Հնդկաստանի անվտանգության ուժերի տվյալներով երեկոյան փոխհրաձգություն է տեղի ունեցել ահաբեկիչների եւ ուժայինների միջև։ Հինգշաբթի երեկոյան Ջամուում եւ Քաշմիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերվել են Լաշկար-e-Թայբա ահաբեկիչների երկու տները, որոնք ենթադրաբար մասնակցություն են ունեցել Պահալգամի հարձակմանը, հայտնում է Press Trust of India-ն։ Ահաբեկչությունը Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին։ Մի քանի զինված տղամարդիկ անկանոն կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարություն էին անում Բայսարան հովտում, որը զբոսաշրջության հայտնի վայր է։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է դիմադրության ճակատ կոչվող խմբավորումը, որը կապված է Ռուսաստանում արգելված Լաշկար-e-Թայբա ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ եւ 1 նեպալի քաղաքացի։ Անվտանգության ուժերը որոնողական աշխատանքներ էին իրականացում Լաշկար-e-Թայբա երկու ահաբեկիչների Ադիլ Հուսեյն Թոքարի եւ Ասիֆ Շեյխի բնակավայրերում։ Երբ պայթուցիկները պայթել են Արտենիս տներում, հաղորդում է գործակալությունը։ Նրանք նշել են, որ պայթյունները հանգեցրել են տների ավերման։ Թայլանդի ազգային ոստիկանության օդային ջոկատի թեթև ինքնաթիռը ծովն է ընկել Թայլանդի Չաամ առողջարանային քաղաքի լողափերից մեկում։ Բանգկոկից 160 կիլոմետր դեպի հարավ ուրբաթ հայտնել է Թայլանդի PBS-ը։ DHC 6400 Twin Otter-ը, որը ծառայության է անցել Թայլանդի ազգային ոստիկանության օդային ջոկատում 2020 թվականին ընկել է ծովը Ֆեթչապուրի նահանգի Չաամ լողափի մոտ։ Վթարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան ժամը 8:15-ին։ Փրկարարները ողջ են մնացել, սակայն դեպքի վայրում աշխատում է 5 մարդ, ասված է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով ինքնաթիռն օգտագործվել է ոստիկանության կողմից օպերատիվ նպատակներով անձնակազմի տեղափոխման, բեռների տեղափոխման եւ այդ թվում ոստիկանության պարաշյուտային դպրոցի կուրսանտների տեղափոխման համար։ Ուրբաթ օրը ինքնաթիռը թռիչք էր իրականացնում, որը ծրագրված էր դեսանտայիններին գցել, հաղորդում է հեռուստաալիքը։ Պակիստանի զինվորականները զորավարժություններ են անցկացրել Հնդկաստանի հետ ռազմական լարվածության աճի ֆոնին։ Իր մարտունակությունը բարձրացնելու համար այս մասին հայտնում է The Times of India-ն։ Կործանիչները, որոնք տեղակայված են Իսլամաբադից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կամրա խոշոր ավիաբազայում, ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել հակառակորդի օդային հարձակումը հետ մղելու գործողություններ իրականացնելու համար։ Պակիստանի Թիլա բանակը զորավարժություններ է անցկացրել ուղիղ կրակով։ Ըստ վերլուծաբանների դրանք ազդանշան են Պակիստանից հնդկական բանակի հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու մասին։ Ինչպես նշում է The Times of India-ն, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը շարունակում է աճել, երկու երկրներն էլ պատրաստվում են հնարավոր բախման։ Հնդկական ռազմաօդային ուժերը հինգշաբթի օրը Պակիստանի սահմանի մոտ իրականացրել են լայնածավալ զորավարժություններ Աքրաման հարձակում ծածկագրով, որին մասնակցել են Su-300 MKI Rafale կործանիչներ եւ Սուրատ կործանիչ։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը պնդում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Կիևը 1.4 միլիարդ դոլար է ստացել Նորվեգիայից զինամթերքի եւ ռազմական պատրաստության համար։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում 1.4 միլիարդ դոլար է հատկացվել հրետանային զինամթերքի եւ ռազմական պատրաստության համար, հայտնել է նա մեկնաբանելով Վաշինգտոնում արժույթի միջազգային հիմնադրամի եւ համաշխարհային բանկի կանանային նստաշրջանի շրջանակներում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ հանդիպումը։ Բացի այդ, ըստ
Շմիհալի Ուկրաինան ստացել է լրացուցիչ ֆինանսական օգնության եւս 2 փաթեթ։ Առողջապահական համակարգի ամրապնդման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Շմիհալը հավելել է, որ իր գործընկերոջ հետ քննարկել է նաեւ զենքի համատեղ արտադրությունը։ Նորվեգիայի կառավարությունը ապրիլի 4-ին հայտարարել է, որ ծրագրում է 2025 թվականին Կիևին տրամադրվող օգնությունն ավելացնել գրեթե $5 միլիարդ, մինչև $8.1 միլիարդ։ Նշվել է, որ առաջնահերթությունը կտրվի հակաօդային պաշտպանության համակարգերի, հրետանային զինամթերքի եւ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ երկրի ռազմածովային կարողությունների ամրապնդմանը։ Ընդամենը 3 օր անց, ապրիլի 7-ին, Նորվեգիայի վարչապետ Ստյորենը հայտարարեց, որ Օսլոն լրացուցիչ 335 միլիոն եվրո կհատկացնի Կիևի զինամթերքի համար։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ողջ միջազգային հանրության ուշադրությունը կօգնի լուծել Իսլամաբադի եւ Նյու Դելիի միջև հակամարտությունը։ Սա լարվածության օջախներից մեկն է, որտեղ երկու միջուկային տերություններ պատրաստ են հարվածել միմյանց։ Կարծում եմ, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրվի այս իրավիճակի վրա։ Եթե որևէ համաշխարհային տերություն կարողանա միջամտել եւ ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը, լավ կլինի, ասել է նախարարը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նաև նշել է, որ Պակիստանը պատրաստ է արձագանքել Հնդկաստանի ցանկացած քայլին։ Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք աշխարհը պետք է անհանգստանա երկու միջուկային տերությունների միջև հակամարտությունից, Ասիֆն ասել է, որ երկու միջուկային տերությունների միջև բախումը միշտ մտահոգիչ է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անհրաժեշտ էր Ուկրաինային, սակայն տեղի ունեցած վեճը կողմերից ոչ մեկին օգուտ չի տվել։ Այս մասին հայտնում է RBK Ուկրաինան։ Մենք պետք է շատ հարցեր քննարկեինք, մենք ունեցել ենք տարբեր հանդիպումներ, արդյունավետ եւ ես կասեի ավելի փիլիսոփայական մեր կյանքի տարբեր փուլերում, ներառյալ նախագահ Թրամփի հետ հանդիպումը։ Ուստի ես կարծում եմ, որ Օվալաձև գրասենյակում վեճը չօգնեց ոչ Ուկրաինային, ոչ Միացյալ Նահանգների, նշել է Զելենսկին։ Մենք ակնկալում ենք ռազմավարական գործընկերություն եւ միշտ հարգել ենք Միացյալ Նահանգների ժողովրդին, նրանց ընտրությունը եւ այն աջակցությունը, որ գալիս է ԱՄՆ-ից, իսկ այդ պատճառով ես հավատում եմ, որ մենք ավելի արդյունավետ հանդիպումներ կունենանք նախագահ Թրամփի հետ։ Բայց դուք պետք է հասկանաք նաեւ մեզ, մենք պաշտպանվում ենք Ռուսաստանի կողմից եկող ագրեսիայից, եզրափակել է պետության ղեկավարը։ Ռուսական Սու-35-ը 1990-ականներին իր ստեղծման ժամանակ գրեթե ձախողվեց։ Այս մասին պատմում է ամերիկյան 1945 պարբերականը։ Սյունակագիր Ռուբեն Ջոնսոնը վստահեցնում է, որ Սու-27M ինքնաթիռը 1990-ականների սկզբին իր դեբյուտից ի վեր զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբնական տարբերակը բախվել է արտադրության դժվարությունների եւ արտահանման պահանջարկ չի ունեցել, ինչը Սուխոյ ընկերությանը ստիպել է 2000-ականներին իրականացնել ինքնաթիռի լայնածավալ ռեբրենդինգ եւ արդիականացում, գրում է հեղինակը։ Ջոնսոնը հիշեցրել է, որ Սու-35S-ը ստացել է բարելավված շարժիչներ, ձգման վեկտորի կառավարման արդիականացված համակարգ եւ նոր ռադիոլոկացիոն կայան։ Ամերիկացի միլիարդատեր եւ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել մտածել 2032 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական ժամկետով հիպոթետիկ ընտրության մասին։ Հեռատես եղեք, Մասկը պատասխանել է սոցցանցի գրառումներից մեկին, որում պատկերված էր Թրամփը կարմիր գլխարկով 2032 մակագրությամբ։ Այս պահին ԱՄՆ սահմանադրությունը թույլ չի տալիս պետության ղեկավարին ընտրվել ավելի քան 2 ժամկետով, բացի այդ 2032 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփն արդեն 86 տարեկան կլինի։ Ամերիկյան զորքերի կրճատումից առաջին հերթին կտուժել Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները։ Այս մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների խորհուրդ կազմակերպությունում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ արտաքին քաղաքականության հարցերով գիտաշխատող Բեն Հարիսը, գրում է Պոլիտիկոն։ Զորքերի մաստակի դուրսբերումը ամենայն հավանականությամբ կսկսվի ամերիկյան այն ստորաբաժանումներից, որոնք տեղակայվել են 2022 թվականի փետրվարից ՆԱՏՕ-ի ընդլայնված առաջավոր ներկայություն ծրագրի շրջանակներում, ասել է նա։ Վերլուծաբանը հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունները ի վերջո կարող են հանգեցնել Եվրոպայի անվտանգության թուլացմանը։
ԱՄՆ-ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը։ Այս մասին ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում։ Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը եւ տարածաշրջանային կայունության պահպանմանը, միևնույն ժամանակ շարունակելով ձգտել կայուն բարգավաճման եւ անվտանգության, ընդգծել է Թրամփը։ Թուրքիայի ԱԳՆ-ն չափազանց ցինիկ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թեմայով, անդրադառնալով 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանությունների հայտարարություններին։ Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են խախտելով պատմական փաստերը եւ միջազգային իրավունքը։ Նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն, բացարձակապես անվավեր են։ Թուրքիան միշտ հանդես է եկել ամբողջ աշխարհում եւ իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման եւ ընդհանուր բարգավաճման օգտին։ Դրա հիման վրա Թուրքիան բացեց իր արխիվները եւ առաջարկեց ստեղծել պատմական համատեղ հանձնաժողով 1915 թվականի իրադարձությունների արդար եւ գիտական ուսումնասիրության համար։ Իսկ այժմ եղանակի մասին։ Շրջանների զգալի մասում եւ Երևանում սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 2-ից 3 աստիճանով։